Ողջույն։ Թեբա խաղաղությունը արդեն եկել է։ Կողմերը հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը։ Մեզ մնում է միայն ժողովուրդներին հաշտեցնենք եւ այլն։ Այս հայտարարությունները Նիկոլի ու իր խմբակի ամենօրյա ելույթների թեմաներն են։ Մինչ սրանք այսպես կոչված վստահության վերականգնման համար մեռնում են ադրբեջանասիրություն քարոզելով, այն ազգային ժողովի նախագահը կաշվից դուրս է գալիս, Ադրբեջանը լրիվ հակառակ հայտարարություններ է անում, որոնք կարծում եմ ԿՊ-ին ոչ, բայց հանրությանը պետք է սթափեցնեն։ Վստահության վերականգնման նիկոլական կոչերին ի պատասխան Ադրբեջանի Միլի Մեջլիսի իշխանական падգամավորը խոսում է Ադրբեջանի նախագահի Երևանից ելույթ ունենալու երազանքի մասին։ Դա ասում է Ադրբեջանի իշխանական падգամավորը, իսկ Հայաստանի խորհրդանի իշխանական падգամավորներն ասում են, վայ, ոչ մի բան մի ասեք Ադրբեջանի մասին, մի խոսեք Արցախի մասին, որ չվնասեք խաղաղության մթնոլորտը, թե այդ ինչ խաղաղության մթնոլորտ է չգիտենք։ Ադրբեջանցի մեկ այլ իշխանական падգամավոր խոսում է Երևանի ադրբեջանական հող լինելու մասին, իսկ ԿՊ-ական մարզպետը, որ Նիկոլի Քավորն է, ասում է Բերքաբերի ոսկեպարի հատվածում ունենք տարածքներ, որ Ադրբեջանին են։ Սրանք խոսում են փոխվստահության մասին։ Նրանք այնտեղից վստահության վերականգնման կոչված շոուի համար ուղարկում են Արցախը շրջափակված ակտիվիստի։ Եթե Հայաստանից Ադրբեջանի դեմ պայքարած ակտիվիստ հայտնվի Բաքվում, կալանավորելու են, վստահ եղեք, բայց այնտեղից Հայաստան են գալիս սադրիչներ ու այստեղ փայլուն ընդունելության արժանացնում կազմակերպիչները։ Ալիևը հայտարարում է, թե հայ հասարակությունը հիվանդ է։ Սրանք ասում են, չպատասխանենք, որ խաղաղությանը չխոչընդոտի։ Ադրբեջանի իշխող կուսակցության падգամավորն ասում է, Ալիևի կուսակցության падգամավորը, ասում է, պետք է ցանկացած հայի մեջ տեսնել պոտենցիալ ահաբեկչի։ ԿՊ-ական ֆրակցիայից մեկը չի պատասխանում։ Խաղաղություն են կառուցում։ Մի քիչ դանդաղ կառուցեք, շուտ փուլ չգա։ Ադրբեջանցի ակտիվիստը գալիս է Հայաստան, հանդիպում է Անվտանգության խորհրդի քարտուղարին, հետո գնում է Բաքու ու Երևանը անվանում է ադրբեջաներենով այդ անվամբ։ Սրանք շարունակում են չտեսնելու տալ։ Կարևորը ասում են խաղաղություն լինի։ Ալիևի Յենի Ադրբեջան կուսակցության եւս մեկ падգամավոր ասում է, այն փաստը, որ երկիրը կոչվում է Հայաստան, չի փոխում իրականությունը։ Այս աշխարհագրական տարածքը պատկանում է մեզ։ Եթե Հայաստանի ազգային ժողովի ԿՊ-ական падգամավոր որևէ հայտարարի Բաքուն պատկանում է Հայաստանին, Գյանջան եւս, Նիկոլը վստահ եմ չի սպասի մինչև Ալիևը բողոքի, SMS-ով հրաժարական կպահանջի։ Նրանք ինչ ասես ասում են, այս կողմից քար լռություն է, խաղաղություն են կառուցում, փոխվստահություն։ Չեմ բացառում, որ այսպես կոչված փոխվստահության վերականգնման համար Նիկոլը նոյեմբերի 9-ին մասնակցի Բաքվի զորահանդեսին ու տոնի 20 թվականին Հայաստանի նկատմամբ հաղթանակը, Արցախի գրավումը։ Դա էր ասում, չէ՞ որ հպարտ է մեր պարտությամբ։ Ալիևը համաժողովում հայտարարել է ոչ թե Սևան, այլ Գյոյչա։ Հաջորդ օրը համաժողով է անում Նիկոլը ու արդարացնում։ Դե քանի որ մեր խորհրդարանում ընդդիմադիր падգամավորների սեղանին դրված են Ադրբեջանի դրոշներ, դրա համար է ասում Գյոյչա։ Դե քանի որ մենք ասում ենք արցախցիները վերադառնան, դրա համար է ասում։ Ցարական Ռուսաստանի քարտեզների վրա Սերվան անունը չի եղել, դրա համար է ասում եւ այլն։ Ինչ ասես, որ չի ասում արդարացնելու Ալիևին կամ հիմնավորելու այդ զառանցանքները։ Սա Արցախը հանձնեց, որպեսզի ըստ իրեն Ադրբեջանը ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Այնտեղից շարունակ մեր տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը խախտող հայտարարություններ են անում, բացի այն, որ դրանք արդեն խախտել են 200 քառակուսի կիլոմետրով։ Սրանք, որ ասում էին, թե ամեն միլիմետրը կարմիր գիծ է ու սրբություն, շատ հարմարվողական, կասեի հանցավոր հնազանդությամբ արձագանքներ են տալիս։ Ժորժ ջան, որևէ մեկդ հավատում եք, որ սրանք այդ բառապաշարով խաղաղության են գնում։ Հա, Նիկոլը ծնկի եկել խաղաղության համար, երազում է խաղաղության գնալու մասին։ Ինչ ասել են, արել է, բայց Ալիևը խաղաղության է գնում։ Դուք հավատում եք, որ սա վերադարձնելու է մեզանից օկուպացրած տարածքը։ Արցախը հանձնել եք,
դրանց բերել հասցրել եք շորժայի ափին ու հիմա էլ ասում եք մենք սխալ ենք հասկանում Ալիևին։ Նա նկատի ունի սա, նկատի ունի այլ բան։ Նա նկատի ունի, որ վերցնելու է, քանի որ Նիկոլն է իշխանության եւ ստանում է ինչ ուզում է։ Ադրբեջանը ասում է Զանգեզուրի միջանցք։ Նիկոլը մեկ-մեկ խնդրում է, որ էլ չասի այդպես, բայց շարունակում է ասել։ Ի վերջո ելքը գտավ, հայտարարեց այստեղից, թե թող ասեն Զանգեզուրի միջանցք, մենք էլ կմտածենք ոչ թե Հայաստանի մասին է, այլ ուրիշ տարածքի մասին։ Հիմա էլ գուցե ասի ոչինչ, թող ասի Գյոչա։ Մենք կմտածենք, որ նկատի ունի ոչ թե Սևանալիճը, այլ ասենք Գյանջայի մոտ գտնվող Գյոլը։ Լավ ԿՊ-ն հասկանում է, ինչ վտանգավոր իրավիճակի է հասցրել։ Ալենն ասում է Ադրբեջանի նախագահը այդպես է ասում իր ներքին լսարանի համար։ Ով է իր ներքին լսարանը։ Կարող է ԿՊ-ական իշխանությունն է աշխատում որպես Ադրբեջանի ներքին լսարան։ Այլապես այդ ոնց է ստացվում, որ Ալիևը իր ներքին լսարանի համար լիքը բաներ է պահանջում, իսկ արտաքին լսարան ԿՊ-ն հանձնում է։ Իսկ դուք ձեր ներքին լսարանին ինչ եք փոխանցում։ Ասում է դե լավ է, կարևորը Ալիևը խոսել է ոչ թե տանկերով Հայաստան գալու մասին, այլ ավտոմեքենաներով։ Սրանք էլ կարծես հենց դրա համար են աշխատում, որ աղուհացով դիմավորեն տան։ Ուրեմն որ ավտոմեքենայով է գալու նորմալ է։ Ադրբեջանը խոսում է Սևանի մասին, Արևմտյան Ադրբեջանի մասին, ինչը կոնկրետ սպառնալիք է։ Այստեղ մարդը ում հանձնարարված է պաշտպանությունը Հայաստանի, Ալիևի հայտարարություններից հետո ասում է Ադրբեջանի հռետորաբանությունը օգոստոսի 8-ից հետո կտրուկ փոխվել է եւ դա տեսանելի է։ Ու դուք այդ պաշտպանության նախարարից ակնկալում եք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության պաշտպանում։ Հայաստանի հետ այսպես ասած վստահության վերականգնման շրջանակներում Ալիևը խոսում է Հայաստան ադրբեջանցիներ բերելու մասին, համարում է պատմական հողը, պատմություն չունեն, բայց ունեն պատմական հողեր։ Հայ ժողովուրդը ունի աշխարհի ամենահնագույն պատմությունը, բայց պատմական հողերը հանձնում է Ադրբեջանին, որովհետև դժբախտություն է ունեցել ունենալու Նիկոլի պես իշխանություն։ Կարճ ասած, հայ ժողովրդի համար ինչպես պատմական փաստերն են ապացուցում, Ադրբեջանի իշխանությունն ու Հայաստանի այսօրվա իշխանությունը ունեն նման ազդեցություն։ Յենի Ադրբեջան թե քաղաքացիական պայմանագիր նույն ազդեցությունը ունեն, նույն վտանգն են ներկայացնում Հայաստանի համար։ Երկուսն էլ աշխատում են հայ ժողովրդին, Հայաստանի Հանրապետությանը դեմ։ Իդեպ շատերն են կարծիք հայտնում, որ Իլհամ Ալիևը խոսելով Սևանի մասին, Երևանի մասին, ընդամենը Փաշինյանին նամյոկ է անում իր խոստումները։ Կապ չունի, ինչեր է հայտարարում Նիկոլը, ինչ կարմիր գծերից է խոսում, տարածքային ամբողջականությունից, ինքնիշխանությունից։ Կարևոր է թե ինչ է խոստացել Ալիևին։